Երեկ Արմլու լրատվականը գրել էր, որ խմբագրություն են ահազանգել փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը, վերջիններս պնդել են, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսինը Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Արմլու լրատվականը կապվել է Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Պետրոսյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու առևանգել և գողացել է մանկապարտեզից, հագցնելով ուրիշ երեխաների շորեր, առանց մորը և դայակներին տեղյակ պահելու և մի քանի օրով կորել, չպատասխանելով զանգերին և հաղորդագրություններին։ Այսօր փաստաբան Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են խմբագրություն ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Մեջբերում եմ, նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը նույն թվականի հոկտեմբերի 1-ին իր երկու անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկապարտեզից միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Աղաջանյանը հանդիսանալով երեխաների հայրը և օգտվելով իր հայրական պարտականություններից մոտեցել է մանկապարտեզ, որտեղ աշխատակիցները ճանաչել են հորը և վերցրել են իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, չհամակերպվելով այդ հանգամանքին ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերվում է ուրիշ երեխայի շորեր հագնվելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցուհու շփոթման արդյունք, քանի որ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել։ Իսկ հեռախոսազանգերին չպատասխանելով և երեխաներին գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը, առաջին իսկ օրվանից Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերվում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտոնական կողմի այստեղ առկա են նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր հենց Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս հայտնել է Օհանյանին, ով, կրկնում եմ, որևէ առնչություն չունի և ներգրավված չէ սույն վարույթով։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, Աղաջանյանի նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում, ապա նշեմ, որ Աղաջանյանը մինչև այս պահը որևէ նման որոշման վերաբերյալ ծանոթություն չի ստացել և մինչև օրս անարգել տեսակցել է և շարունակում է տեսակցել իր երեխաներին, ուստի այսքանով պարզ է դառնում, թե ով է խեղաթյուրում փաստերը։ Մեջբերման ավարտ, հայտնեցին փաստաբանները։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտնեց։ Մեջբերում եմ, նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին և կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Երկրորդ, իմ փաստաբանական վարույթում առկա գործը քննվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, որտեղ կարող են ներկայացվել կողմից բոլոր դիրքորոշումները, ապացույցները իրականացնելով փաստաբանություն, անհետաձգելի միջամտության որոշումը տրամադրվել է դատարանին։ Երրորդ, վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ են ահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու և ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ, ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել ևս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանի կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։ Մեջբերման ավարտ։